Ընտրություններից մեկ օր առաջ էր, լռության օրն էր, այգում նստած էի, ձեռքս տարա հեռախոսից բացեցի, առաջին նյութը, որ եկավ 50-ին մոտ արվեստի ներկայացուցիչ էր, թունդ ընդդիմադիր, ուղիղ կամ տողատակերով ասում էր, որ եթե այսինչ ուժերին չընտրեն, ապա մենք կկործանվենք։ Հիշեցի մի փաստավավերագրական ֆիլմ Երևանի մասին, որը նկարել էին մի քանի տարի առաջ ռուսները։ Այդ ֆիլմում այս նույն արվեստագետի մասին մի փոքր հատված կար։ Այս արվեստագետը իր տանը ցույց էր տալիս իր ստեղծագործությունները, իսկ հանդիպման ավարտին մի ցնցող բան ասեց։ Ասեց այն մարդիկ, ովքեր ցանկանում են ինձ հետ շփվել, կարող են 100,000 դրամ վճարել և ես 1 ժամ նրանց հետ կշփվեմ։ Ես պարզապես ապշեցի, քանի որ ասածից պրոստիտուցիայի հոտ էր գալիս։ Իսկ նման բան արվեստագետներից չի ասել ոչ Սալվադոր Դալին, ոչ Պաբլո Պիկասոն, ոչ Սարյանն ու Մինասը։ Ահա կան նաև այսպիսի ընդդիմադիրներ։ Իդեպ արտասահմանում բոլոր արվեստագետներին են ասում արտիստ։ Իսկ ազգային ժողով անցավ 4 կուսակցություն, որոնցից մեկի ղեկավարը լավից վատից հայերեն գիտի։ Մյուս 3-ինը հայերենին չեն տիրապետում։ Պատմությունը շարունակվում է։